Ծերանում է աշխարհի, այդ թվում Հայաստանի բնակչությունը։ ՄԱԿ-ի տվյալներով մինչև 2050 թվականը աշխարհում յուրաքանչյուր 6 մարդուց մեկը կլինի 65 տարեկանից բարձր, ի տարբերություն 2019-ի, երբ այդ ցուցանիշը յուրաքանչյուր 11 մարդուց մեկն էր։ Կհարցնեք ինչու՞, ամեն ինչ շատ պարզ է։ Երիտասարդների թիվն է նվազել, ինչի հետևանքով էլ երեխաներ քիչ են ծնվում։ Բացի այդ, շատ ընտանիքներում առավելագույնը 2 երեխա են ունենում։ Հայաստանը արդեն ծերացած հասարակության մեջ է գտնվում, քանի որ արդեն իսկ 65+ բնակչությունը 12% անցել է։ Եվ դա ընդհանուր գործընթաց է։ Այսօր մենակ մեր մոտ չէ, որ չեն ուզում շատ երեխա ունենալ։ Նույնիսկ մեր հարևաններն, այսինքն իսլամական պետությունները, Թուրքիայում, Իրանում շատ երեխա չեն ունենում։ Երեխաների բաժնունքը նվազել է։ Մեր երկրում, օրինակ, բնակչության ծերացման հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ դեռևս 90-ականներին մեծ քանակով արտագաղթ եղավ, պարզաբանում է ժողովրդագրագետը։ Երիտասարդ ու աշխատունակ սերունդը կյանքի որակը բարելավելու նպատակով լքեց երկիրը։ Պաշտոնական տվյալներով 1991-ին միայն մեր երկրի բնակչությունը եղել է ավելի քան 3.5 միլիոն, իսկ 2019-ի հունվարի 1-ի դրությամբ 2.965.000։ Ուստի այդ շրջանում բնակչության թվաքանակի շուրջ 17% նվազում է արձանագրվել։ Անկախությունից ի վեր ունեցել ենք բավականին մեծ արտագաղթի ցուցակ, այսինքն հեռացել են հիմնականում պետական տարիքի մարդիկ, այդքան երիտասարդներ միանգամից մեկնեցին Հայաստանից, նաև այդտեղ դիսբալանս առաջացավ, որտեղ հիմնական մեկնեցին տղամարդիկ, 92 թվականից սկսած ունեցել են անդադար նվազող ծնունդներ, այսինքն երիտասարդների թիվը նվազել է, ծնունդները պակասել են, եւ այո, մեծահասակների տեսակարար կշիռը մեր հասարակության մեջ աճել է։ Միևնույն ժամանակ, ըստ վիճակագրական կոմիտեի, Հայաստանում նկատվում է ամուսնությունների թվի նվազում։ Եթե 2024-ի հունվար-օգոստոսին գրանցվել էր 10.405 ամուսնություն, ապա այս տարվա առաջին 8 ամիսներին այդ թիվը հասել է 8.985-ի։ Փոխարենը տարեցտարի աճում են ամուսնալուծությունները։ Ամուսնական ինստիտուտի նկատմամբ վերաբերմունքն ըստ սոցիոլոգի փոխվել է։ Վերաբերմունքն ամուսնալուծությունների նկատմամբ փոխվել է, այն այլևս չի համարվում անհասանելի կամ չգիտեմ բավականին բարդ գործընթաց, կանայք դարձել են նաև ավելի անկախ, իրենք կարողանում են ինքնուրույն հոգալ իրենց կամ երեխաների կարիքները եւ ըստ այդմ կարողանում են այդ բոլոր գործընթացները կազմակերպել նաև ամուսնության ինստիտուտից դուրս։ Երիտասարդ աշխատունակ տարիքի մարդկանց թվի նվազումը նշանակում է աշխատուժի պակաս, աշխատավարձերի աճ եւ ավտոմատացման ու արհեստական բանականության վրա հիմնված արտադրողականության գործիքների ավելի մեծ պահանջարկ։ Ասում են մասնագետներն ու նկատում, այս իրավիճակում պետությունը սկսած աշխատաշուկայից մինչև առողջապահական համակարգ պիտի ավելի քան պատրաստ լինի մարտահրավերներին։ Փորձագետները խնդրի լուծման հետևյալ տարբերակն են առաջարկում՝ կամ շուտափույթ միջոցառումներ ձեռնարկել խթանելու ծնելիությունը մեր երկրում, կամ թոշակառուներին ավելի երկար պահել աշխատաշուկայում։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։